Ուսումնական գործընթացի սիրելի մասնակիցներ, ուրախ եմ ձեզ կրկին ողջունելու ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն առարկայի էլեկտրոնային հարթակում։ Այսօրվա հեռավար տեսադասի թեման կրում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներ խորագիրը։ Պատմության մեր էջերը թերթելիս հասկանում ենք, որ մեր ազգը հազարամյակների ընթացքում գրեթե միշտ ստիպված է եղել պայքարել սեփական ինքնության, կրոնի, հայրենիքի, լեզվի և սերնդի պահպանման համար։ Հակառակորդները, թշնամիները, դավաճանները միշտ տարբեր են եղել իրենց չարագործություններում, բայց մենք կարողացել ենք դիմակայել և հաղթահարել բոլոր փորձությունները, պահպանելով մեր ինքնությունը, կրոնը, հայրենիքը, լեզուն և սերունդը, ինչի համար երախտապարտ ենք մեր հերոսներին, ովքեր չեն խնայել ոչինչ, անգամ իրենց սեփական կյանքը հանուն հայրենիքի, կարիքների և ապագայի։ Այսօր մենք ապրում ենք Հայաստանի անկախ հանրապետությունում։ Այս նախադասությունը 3 տասնամյակ առաջ երազանքի պես կարող էր հնչել, երազանք, որ արդեն իրականություն է, և իրականություն շնորհիվ բազում հայրենիների անձնասուլության, խիզախության, հանճարի և աշխատասիրության, որոնցից 16-ի անունները ոսկե տառերով գրվեցին հայոց նորագույն պատմության էջերում որպես Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներ։ Այս տեսադասում ես կներկայացնեմ նրանց կենսագրությունները և դասարան կայքում կտեղադրեմ թեստ թեմայի վերաբերյալ։ Սկսենք Ալեք Մանուկյանից։ Ալեք Մանուկյանը հայկական բարեգործական ընդհանուր միության «Ցկյանքս» նախագահն է։ Ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1994 թվականին համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար։ Ամերիկահայ հայտնի գործարար, ինժեներ, տեխնոլոգ և մեծ բարերար Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թվականին Իզմիրում։ Նախնական կրթություն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում, ավարտելուց հետո զբաղվել է ավտոմեխանիկությամբ։ Իզմիրը և Կոստանդնուպոլիսը այն եզակի քաղաքներն էին, ուր ջարդերը համատարած բնույթ չստացան, սակայն 1915 թվականի ցեղասպանությունից հետո Թուրքիայում շարունակվում էր հայերի հետապնդումը և անկայուն տնտեսական վիճակը։ Այդպիսով շատ չանցած ընտանիքի մյուս անդամներն էլ միացան նրան և մեկնեցին ԱՄՆ Դեթրոյթ քաղաք և այնտեղ հաստատվեցին։ Ալեք Մանուկյանը ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում ավտոմեխանիկի մասնագիտությամբ աշխատելով մեքենաշինության մեջ բավարար փորձ է ձեռք բերում և 1929 թվականին հիմնում իր սեփական Masco Screw ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվում է Masco Corporation-ի։ 1930-ականների սկզբներին ամերիկյան տնտեսական ճգնաժամի բարդ ժամանակաշրջանում Մանուկյանի ընկերությունը բավարար միջոցներ չի ունենում մտնելու Նյու Յորքի ֆոնդային բորսա։ Այդ տարիներին նա միանում է Հայ բարեգործական ընդհանուր միությանը։ 1931 թվականին Ալեք Մանուկյանն ամուսնանում է հայուհի Մարիի հետ, ով նրան 2 զավակ է պարգևում։ 1940 թվականին Մանուկյանն ընտրվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների խորհրդի նախագահ, իսկ 1953-ին ընկերության միջազգային նախագահ։ 1989 թվականից Ալեք Մանուկյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության ՑՄԱ պատվավոր նախագահն է։ Նա ակտիվ համագործակցում էր նաև Վարդանանց ասպետներ կառույցի հետ և 1940 թվականին ընտրվում ավագ սպարապետ։ 1968 թվականին Ալեք Մանուկյանը և կինը Մարի Մանուկյանը հիմնում են Հայկական բարեգործական ընդհանուր միության մշակութային ֆոնդը, որի գործունեությունն ուղղված էր հայկական գրական և գիտական աշխատանքների թարգմանությանը և հրապարակմանը, ինչպես նաև հայկական մշակույթն ամբողջ աշխարհով տարածելուն։ Մանուկյանը աշխարհի բազմաթիվ քաղաքներում սփյուռքահայության համար բազմաթիվ հայկական դպրոցներ է հիմնել, որոնք բոլորն էլ կրում են Ալեք Մանուկյան անունը։ Կառուցել է նաև բազմաթիվ եկեղեցիներ, մշակութային կենտրոններ, թանգարաններ, արտերկրի շատ համալսարաններում հայագիտության ամբիոններ է հիմնել։ Մանուկյանն իր բարեգործական ավանդի համար պարգևատրվել է միջազգային մրցանակներով, Արգենտինայի նախագահի մեդալով, իսկ ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I-ի կողմից հայ բարերարին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ խաչ է նվիրվել։ Հայ մեծ բարերարը մահացել է 1996 թվականին, հուլիսի 10-ին Դեթրոյթում։ Նրա մահից հետո Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահությունն անցել է դստերը Լուիս Սիմոն Մանուկյանին։ Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցներ կան Երևանում, Մոնրեալում և Ստեփանակերտում։ Ալեք Մանուկյանի շիրիմը փոխադրվել է Հայաստանի Հանրապետություն և ամփոփվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Գեղազնիկ Արմենակի Միքայելյան ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 16-ին Լեռնարոտ գյուղում, Աշտարակի շրջան։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Եղել է Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ և ռազմական տեխնիկայի տիրապետելու հմտությամբ։ Արցախյան ազատամարտին առաջին օրերից մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գորիսի, Մեղրիի, Նոյեմբերյանի, Իջևանի, Արարատի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։
Սպանվել է 1990 թվականի օգոստոսի 29-ին Երևանում, թաղված է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է հետմահու 1996 թվականի օգոստոսի 20-ին, պարգևատրվել է հայրենիք շքանշանով։ Էդուարդո Էրնեկյան, արգենտինահայ գործարար, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էրնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էրնեկյանների ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Էրնեկյանը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի։ Հայ գործարարի կարողությունը 2013 թվականին կազմել է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Էրնեկյանի հսկողության տակ են գտնվել 49 օդանավակայաններ տարբեր երկրներում՝ Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ։ Նա ունի ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր հողամաս։ Էրնեկյանի ամենից հայտնի ձեռնարկություններն են Aeropuertos Argentina 2000 և Corporación America ընկերությունները։ Գործարարին են պատկանում նաև Ամերիկա TV հեռուստացանցը, 4 ռադիոկայան և El Cronista ֆինանսական ամսագիրը։ 2017 թվականի սեպտեմբերի 21-ին Էդուարդո Էրնեկյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում։ Թաթուլ Ժորժիկի Կրպեյան, ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1996 թվականին հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Արեգ գյուղում, Թարինի շրջան։ 1984-ից 85 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1987-ից 90 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1987 թվականի աշնանից անդամագրվել է Միացում կազմակերպությանը։ 1990 թվականի սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում։ Եղել է Գետաշեն Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։ 1991 թվականի ապրիլին ադրբեջանցի հերոսակները և խորհրդային զորքերը սկսել են կալցո գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր։ Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին։ Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Գետաշենում։ Թաթուլ Կրպեյանի անունով են կոչվում Հայ հեղափոխական դաշնակցության արտասահմանյան մի քանի կազմակերպություններ, դպրոց Արեգ գյուղում և Կովսական քաղաքում, փողոց Թալինում լսարան, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում սահմանվել է նրա անվան կրթաթոշակ։ Լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Թաթուլ գրքույկը» 1993 թվականին։ Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող։ Պարգևատրվել է նաև հայրենիքի շքանշանով։ Կարեն Դեմիրճյան, ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1999 թվականին հետմահու։ Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին Երևան քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ 1954-ից 58 թվականներին աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորային խմբի ղեկավար։ 1958 թվականին ընտրվել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար։ 1959-ից 61 թվականներին սովորել է Կենտկոմի առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1962 թվականից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն։ 1966 թվականին ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971 թվականին երկրորդ քարտուղար, 1972 թվականին Կենտկոմի քարտուղար։ 1974 թվականի նոյեմբերից մինչև 1988 թվականների մայիս եղել է Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար։ 1991-ից 99 թվականներին եղել է Հայ էլեկտրամեքենա գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն։ 1998 թվականին առաջադրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն։ 1999 թվականի մայիսին ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի նիստի ժամանակ դարձել է ահաբեկչության զոհ։ 1974 թվականից սկսած բազմիցս ընտրվել է Հայաստանի Կենտկոմի ԽՄԿԿ, Կենտկոմի անդամ, ԽՍՀՄ 9-րդ, 11-րդ գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Լենինի աշխատանքային կարմիր դրոշի, հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, խորհրդային և այլ երկրների կառավարման պարգևներով։
է անվանակոչվել Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, փողոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքներում։ Մոնթե Չարլզի Մելքոնյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1996 թվականին հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ գործողությունների համար։ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆոռնիայի Վելսիլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1960-ից 70 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան, իր պապերի ծննդավայրը։ Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը։ 1973 թվականին որպես առաջավոր աշակերտ փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում։ Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդել է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ, այդ թվում Հարավային Կորեայում, Կամբոջայում, Թայլանդում, Վիետնամում։ 1978 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացրել է 2,5 տարում։ Ուսանելու տարիների մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի հայ ուսանողների միությունը, նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար։ Տիրապետել է 7 լեզուների։ Գրել է ուսումնասիրություններ ազգային ազատագրական պայքարի մասին։ 1980 թվականին անդամագրվել է Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակ կազմակերպությանը (ասալային)։ Այդ և հաջորդ տարիների իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ռազմական կայաններում, ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ և փորձ հետագայում դարձել գլխավոր մարզողներից մեկը (ասալայում)։ Կեղծ անձնագիր գրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով 1981 թվականի նոյեմբերի 11-ին ձերբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել, սակայն 1981 թվականի վերջից ապրել է ընդհատակում։ 1983 թվականին գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է Ասալայից և ապրել լիակատար մեկուսացման պայմաններում։ 1983 թվականի օգոստոսին համախոհների հետ ստեղծել է Հեղափոխական շարժում կազմակերպությունը։ 1985 թվականի նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989 թվականի հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում։ Մեկուսացման և բանտարկության տարիներին գրել է հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ, որոնք տպագրվել են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում և Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում։ 1989 թվականի հունվարին Մոնթեն ազատ է արձակվել։ Ազատթղթեր չունենալու պատճառով 1989 թվականի փետրվարից մինչև 1990 թվականի սեպտեմբերն ապրել է թափառական և հալածական նախկարճ ժամանակով Եմենում, ուր նրան են միացել կինը, ապա Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում։ 1990 թվականի հոկտեմբերին Մոնթեին վերջապես հաջողվել է գալ Հայաստան։ Մինչև 1991 թվականի սեպտեմբերը զուգընթաց կատարել է գիտական և զինվորական աշխատանքներ։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագետ մասնագետների հետ գրեթե 8 ամիս զբաղվել է Հայաստանը և իր հարևանները ծավալուն գրքի ստեղծմամբ, սակայն աշխատանքներ մնացել են անավարտ Շահումյանում և Արցախում լարված իրավիճակի և զինված ընդհարումների պատճառով։ 1991 թվականի սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհի հետ իբրև թարգմանիչ Ավո Կեղծանվամբ մեկնել է Արցախ հյուսիսային դարպաս Շահումյանի շրջան։ Մոնթե Մելքոնյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Իջևանի, Ճամբարակի, Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ղեկավարել է Մարտունու, Քելբաջարի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները, զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար։ Յուրա Վաղարշակի Պողոսյան ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1996 թվականին հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Յուրի Պողոսյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 8-ին Կոտովո քաղաքում։
Վոլգոգրադի մարզ, Ռուսաստանի Դաշնություն։ Մանկությունը եւ պատանեկությունն անցել է Ստեփանակերտում։ Դպրոցական տարիքից տարվել է սպորտով եւ տեխնիկայով, աշխատել է ավտոմեխանիկ։ 1983 թվականին Ստեփանակերտում հիմնել է ավտոնորոգման արհեստանոց, որը հետագայում դարձավ Արցախյան շարժման առաջին զինանոցներից։ Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990 թվականին Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին։ 1991 թվականին դարձել է 4 դաշտի հրամանատար, մարտերում բազմիցս իրեն դրսևորել է որպես հմուտ հրամանատար, խիզախ մարտիկ, հետախույզ եւ սակրավոր։ Որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Կիչանի, Սխավեդի, Էդիլուրի, Խրմանջուղի մարտերին։ Իր զրահամեքենայով Խամաբադի եւ Ասկերանի շրջանի մարտերում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան։ 1992 թվականի հունիսի 12-ին զոհվել է Ասկերան-Նախճեվանիկ ճակատամարտերում։ Թաղված է Ստեփանակերտում։ Պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է 1996 թվականի օգոստոսի 20-ին։ Պարգևատրվել է նաև հայրենիք շքանշանով։ Նիկոլայ Ռիժկով, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը շնորհվել է 2008 թվականին։ 1988 թվականի Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարած վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար։ Շառլ Ազնավուր, ազգային հերոսի կոչումը շնորհվել է 2004 թվականին աշխարհին Հայաստանի ներկայացման գործում եւ երկրի առջեւ ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաեւ ծննդյան 80-ամյակի առիթով։ Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում։ Շառլ Ազնավուրի իսկական անունը Վաղինակ Արզումանյան։ Հայրը Միշան ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը Թուրքիայի Իզմիր քաղաքներում։ Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն։ Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը։ Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ, հաճախում էր թատերական դպրոց, ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում։ Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար։ 1946 թվականին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիթ Պիաֆի հետ եւ միասին շրջագայել են համերգներով։ Սկզբնական շրջանում երգել է Պիեր Ռոշի հետ։ Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թվականին Փարիզի Օլիմպիա համերգասրահում ելույթից հետո։ Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում։ Համերգներով հանդես է եկել նաև Երևանում։ Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր, Սա է վերջը, Մամա, Իզաբել, Երկու կիթառ, Սիրուց հետո, Ջահելություն եւ այլն։ Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունը թարգմանվել են, լույս են տեսել առանձին գրքերով։ Նա իր երգերի լավագույն կատարողն է։ Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիո Դոմինգոյի, Լայզա Մինելլի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կասսի հետ, Դստեր Սեդայի հետ կատարել է Սայաթ Նովայի Աշխարհումս երգը, գրել է նաև օպերետային երաժշտություն։ Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում։ Ազնավուրը մշտապես սատար է կանգնում Հայաստանին, հայկական թեմաներով են նրա «Քեզ համար Հայաստան», «Նրանք ընկան», «Ինքնակենսագրություն» երգերը։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է Ազնավուրը Հայաստանին բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականից Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը։ 1964, 1996 և 2006 թվականներին համերգներ է տվել Հայաստանի Հանրապետությունում։ Արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևների։ 2008 թվականից Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ Պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։ Ջիվան Զավենի Աբրահամյան, ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1996 թվականին հետմահու, հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Ջիվան Աբրահամյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 6-ին Երևանում, ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, Աֆղանստանում և պարգևատրվել Արիության մեդալով։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար է եղել։ Ակտիվորեն մասնակցել է Հայաստանի Հանրապետության Արարատի, Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանների ինքնապաշտպանության և ազատագրման մարտերին։ 1991 թվականի հուլիսի 20-ին Ջիվան Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի հետ ընդունեցին իրենց կյանքի վերջին մարտը, թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Նորին Սուրբ Օծություն Տերտեր Վազգեն առաջին կաթողիկոս ամենայն հայոց, նրան ազգային հերոսի կոչում շնորհվել է 1994 թվականին ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար։ 1937 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը, 1943 թվականին ստացել է վարդապետի կոչում, 1951 թվականին օծվել եպիսկոպոս, 1929-43 թվականներին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, 1955 թվականին ընտրվել է ամենայն հայոց կաթողիկոս, մեծ է Վազգեն առաջինի ավանդը հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո Սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերը ամրապնդելու նպատակով շուրջ 30 հովապետական այցելություն է կատարել հայ եկեղեցու թեմեր։ Միջեկեղեցական շրջաններում հանդիպումներ ունեցել քուր եկեղեցիների հովապետերի հետ, արտերկրում ներկայացել հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։ Վեհափառ Հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու ավետարան՝ Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի ավետարանը և Մալաթիայի ավետարանը, Թովմա Արծրունու պատմության Արծրունյաց տան աշխատության պահպանման միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։ 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորվելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին։ Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է հայ եկեղեցու Արցախի թեմի ձեռնարկներ, Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Վազգեն առաջին կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին վերականգնողական մեծ աշխատանք։ Պարգևատրվել է ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության, պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Կյուրիի անվան և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։ Վախճանվել է 1994 թվականի օգոստոսի 18-ին։ Վազգեն առաջինի անունով են կոչվում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոց և Սևանի հոգևոր դպրոցը։ 1994 թվականին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն հայրենիքի շքանշանով։ Վիկտոր Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ում ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1994 թվականին։ Համբարձումյանին կոչումը շնորհվել է համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս է, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակների դափնեկիր։ Քրկ Քրքորյան, ազգային հերոսի կոչումը շնորհվել է 2004 թվականին համազգային նշանակության բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար։ Զբաղվում է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ։ Սպիտակի երկրաշարժից հետո և Հայաստանի Հանրապետության շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին Հայաստան համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան $20 միլիոն։ Առաջին խոշոր հատկացումը $14 միլիոն կատարել է 1993 թվականին եռապատկելով ձմեռ 1993-94 վառելանյութի և ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած $7 միլիոն։ 1996 թվականին կրկնապատկել է և Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը, Գորիս Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ $4 միլիոն։ 2001 թվականից նրան պատկանող Լինսի հիմնադրամը $200 միլիոն արժողությամբ ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ։ Ազգային պարգևատրվել է հայրենիք շքանշանով։ Վազգեն Սարգսյան, ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1999 թվականին հետմահու։ Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին
Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1979 թվականին ընդունվել է Երևանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը։ 1979-ից 83 թվականներին Վազգեն Սարգսյանը դասավանդել է Հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-ից 87 թվականներին գլխավորել է Արարատի ցեմենտ շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։ Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։ 1985 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1987-ից 90 թվականներին աշխատել է Գարուն ամսագրում որպես հրապարակախոսական բաժնի վարիչ։ 1987 թվականին «Հացի փորձություն» գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմունիտության մրցանակին։ Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորվեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։ Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր, իբրև արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։ 1990-ից 91 թվականներին իր հրամանատարության ներքո միավորել է երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործի դավադիր գնդակից ողբերգական մահով։ Վիտյա Այվազյան Հայաստանի ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1996 թվականին հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 31-ին Սպանդարյան գյուղում, Արթիկի շրջան։ 1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1983-ից հեռակա սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում։ 1988 թվականից աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել և ղեկավարել է Ղարաբաղ կոմիտեն։ Իրենց ամառանոցում թաքցրել է արգելված գրականություն, թռուցիկներ, պայթուցիկ նյութեր և զենքեր։ 1989 թվականի հունվարի 12-ից շուրջ մեկ ամիս ձերբակալված է մնացել Նուբարաշենի բանտում։ Հայոց համազգային շարժման առաջին համագումարում ընտրվել է վարչության անդամ, տնտեսական մասի պատասխանատու, Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի առաջին անդամներից է եղել, կամավորականներին հագուստով, պարենով, զենքով և զինամթերքով ապահովման պատասխանատուներից էր։ 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։ Զոհվել է 1990 թվականի օգոստոսի 29-ին Երևանում։ Պարգևատրվել է հայրենիքի շքանշանով։ Մովսես Գորգիսյան Ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1996 թվականին հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ 1984 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986-87 թվականներին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թվականին ազգային ինքնորոշում միավորում անդամ էր և հրապարակայնության ու հայրենիք ամսագրերի հիմնադիր խմբագիրը։ 1988 թվականի մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է եռագույն դրոշ։ 1989 թվականին Անկախության բանակի հիմնադիրներից է։ 1989 թվականից հանդես է եկել հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով և հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։ 1990 թվականի հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում։ Ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատում գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։ Մովսես Գորգիսյանը թաղված է Ծիծեռնակաբերդում։ Նրան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը շնորհվել է հետմահու 1996 թվականի օգոստոսի 20-ին։ Գորգիսյանը պարգևատրվել է նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն հայրենիք շքանշանով։ Սիրելի աշակերտներ, այսպիսով ավարտում ենք դասը։ Ձեզ կտրվեն հանձնարարություններ dasaran.am կայքում, որտեղ թեստի միջոցով կպարզենք, թե որքանով միասին կարողացանք ճանաչել մեր ազգային 16 հերոսներին։